ապրենք, վստահ լինենք, գլուխներս բարձր, ոչ կռացած։ Դրա համար ինչ է պետք։ Պետք է ազգային արժանապատվություն։ Հարգելի տիկին, խաղաղ ապրելը միայն կրակոցի բացակայությունը չէ։ Երբեմն լռությունն էլ կարող է պարտություն լինել, եթե այդ լռության մեջ ժողովուրդը վախենում է խոսել, ընտրել, որոշել ու պաշտպանել իր տունը։ Ազգային արժանապատվությունը կենաց չէ, պաթոս չէ, դա ժողովրդի ողնաշարն է։ Մարդը կարող է հաց ունենալ, բայց եթե ամեն օր իրեն նվաստացնում են, նա լիարժեք չի ապրում։ Նույնն է պետության դեպքում, կարող ես ունենալ սահման, դրոշ, հիմն, բայց եթե ուրիշն է որոշում քո ճակատագիրը, դա անկախություն չէ։ Գլուխներս բարձր չի նշանակում կռիվ փնտրել, նշանակում է չապրել կռացած, չխոնարհվել ուժեղի առաջ, չվախենալ սեփական շահը ձևակերպելուց, չհամակերպվել այն մտքի հետ, թե փոքր երկիրը պիտի միշտ ենթարկվի մեծերին։ Հարգելի հայրենակից, բարձր գլուխը գլխի պարունակության հետ կապ ունի, գիտելիքի, հիշողության, խելքի, կազմակերպվածության, պետական շահը հասկանալու կարողության։ Դատարկ գլուխը հեշտ է կառավարել, մի քիչ վախ, մի քիչ աղքատություն, մի քիչ քարոզչություն, եւ մարդուն համոզում են, որ ազատությունը վտանգավոր է։ Լիքը, բովանդակությամբ լեցուն գլուխը դժվար է ծնկի բերել, որովհետեւ նա հասկանում է, խաղաղությունը չեն մուրում, կառուցում են։ Խաղաղությունը տուն է, եթե տունդ ամուր չէ, կողպեք չունի, տերը ներսում իրեն տեր չի զգում։ Ցանկացած մեկը կարող է դուռդ բացել ու թելադրել ինչպես ապրել։ Իսկ եթե տունդ ամուր է, հարևաններդ քեզ հարգում են, այդ խաղաղությունն արդեն անվտանգ կյանք է։ Մեզ պետք է հենց այդ խաղաղությունը, առանց կռանալու, առանց վախի, առանց ինքնիշխանությունը հանձնելու։ Խաղաղ ապրենք, գլուխներս բարձր, որովհետև հայ մարդու գլուխը բարձր է լինում միայն գիտակցությունից։ Եթե ուզում եք խաղաղ, արժանապատիվ ու գլուխը բարձր ապրող Հայաստան, հունիսի 7-ին ընտրեք համար 18։